Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է։ Այս ամենի ֆոնին սահմանին շարունակում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը։ Թեմային անդրադառնալու ենք քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ զրույցում։ Տիկին Դալաքյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ալիևի այս հայտարարություններում դուք նորություն ասում է Վրաստանն է որոշակի առաջարկություններ արել, սպասում են Հայաստանի պատասխանին, մասնավորեցնելով նկատել է, թե դրանք վերաբերում են լրագրողների փոխայցելություններին, անդրսահմանային գետերի շահագործման հարցում համատեղ քննարկումներին։ Այդպիսի փոխայցելություններ լրագրողների, այսպես տարբեր շրջաններում ըստ էության եղել են։ Այս ամենը որքանով կարող է իրավիճակ փոխել։ Նախ ես չեմ տեսել Վրաստանի առաջարկը, որպեսզի գնահատական տամ, բայց սա մեղմ ասած զավեշտալի է։ Ինչու, որովհետև աշխարհի գրեթե բոլոր երկրները ողջունել էին այն, որ Հայաստան եւ Ադրբեջանը արդեն մեկ օր է, այսպես ասած, մտածել, որ գնան խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, տեղի ունեցան բարձրացիչյան ամերիկյան պաշտոնյաների զանգերը Ալիևին եւ հիմա ինչ է առաջարկում Ալիևը։ Իհարկե ոչ կոնստրուկտիվ է շարունակում իրեն դրսևորել, բայց քանի որ հասկանում է, որ աշխարհում ինքն է դառնում արդեն խաղաղության ոչ պատրաստ կողմը, այսպես ինչ-որ առաջարկ է նետում դաշտ, որպեսզի հիմա մի քանի ամիս դրա մասին խոսենք։ Շատ նման է Պուտինի տակտիկային։ Տեսեք ինչ է նա ասում։ Ասում է Զելենսկի լեգիտիմ չէ, եկեք դրա մասին խոսենք։ Ասում է եկեք Սևծովի, ուրեմն Սևծովի ավազանում խաղաղություն հաստատենք, հետո նոր գնանք խաղաղության ստորագրման ամբողջ Ուկրաինայում։ Այսինքն այսպես նետում են դաշտ թեմա, գիտակցելով, որ Տրամպը շուտով եւ արդեն դա տեղին ունում ընկղմվելու է ներքաղաքական իր խնդիրների մեջ, ժամանակ են ձգում, չկարողանալով Տրամպին մերժել, որովհետև նա ոչ կանխատեսելի է, երբեմն քայլեր է անում, հետո նոր դրա հետևանքները նա տեսնում է եւ գիտակցում է, այսպես ասած, բայց նրան մերժելը վտանգավոր է, չես կարող ասել, ինչ պատասխան կհնչի։ Մանավանդ որ ամերիկյան կողմը միշտ ասել է, որ հիմա մենք պատրաստ ենք նաեւ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այնպես որ կարճ ասած Ալիևը պատրաստ չի խաղաղության, բայց նաեւ ինչպես Ռուսաստանի ղեկավարը պատրաստ չի ասել ոչ ԱՄՆ-ին եւ այսպես թեմաներ են նետում դաշտ, որպեսզի ժամանակ ձգեն։ Ալիևը ամեն քայլափոխի ըստ էության հայտարարում է, որ այդ խաղաղության պայմանագիր կստորագրեն այն դեպքում, երբ դարձյալ սահմանադրությունը փոխի Հայաստանը, տարածքային պահանջներ վերացնի ըստ իրեն, որը կա Բաքվի ղեկավարի խոսքով այդ Հայաստանի փաստաթղթում, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Տեսեք, Հայաստանը հայտարարել է, որ ըստ էության պատրաստվում է սահմանադրություն փոխել, բայց իհարկե պնդելով, որ դա Ադրբեջանի պահանջով չէ։ Բայց այդ սահմանադրությունը փոխելու համար տարբեր ժամանակներ են նշվում, օրինակ 2026 թվական, մինչև այդ ըստ էության հնարավոր չէ։ Ինչ է ստացվում, որ մինչև 2026 թվական խաղաղության պայմանագիր ըստ էության չի լինելու, անգամ եթե արդեն համաձայնեցված է 17 կետը։ Նախ այստեղ տարբեր հարցեր կան։ Հարց առաջին, արդյոք այդ կետերից հետո նոր պահանջներ Ալիևը չի սահմանի։ Երկրորդը, արդյոք փաստաթուղթը ստորագրել իրենից որևէ լուրջ բան է ենթադրում։ Ալիևը շատ փաստաթղթեր է ստորագրել, երաշխավորություն կա թե ոչ։ Երրորդը, տեսեք, Մինսկի խմբի հետ կապված էլ այդ որոշումը երկար ժամանակ է պահանջում։ Հայաստանը ասել է, որ ընդունում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց Մինսկի խումբը լուծարելը պահանջում է նախարարների խորհրդի ուրեմն գումարում նիստի ԵԱՀԿ բոլոր երկրների, որը տարվա վերջում են ասում, այդպես է տեղի ունենում եւ կոնսենսուսով այդ հարցի քննարկումը, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքում չի գտնվում, դրա մասին ավելի շատ մասնագետներն էլ կարող են խոսել, Մինսկի խմբի հարցը, հենց Մինսկի խումբը փակելու խնդիրը։ Մանավանդ արևմտյան շատ երկրների կողմից հիմա էլ առաջարկում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցեն, չէ՞, օրինակ Շվեյցարիան։ Այսինքն այնպես չի, որ Հայաստանը որ փակի այդ հարցը փակվելու է։ Ալիևը շատ լավ գիտակցում է, որ եւ սահմանադրություն փոխելը եւ Մինսկի խումբ փակելը երկարաժամկետ է։ Դրա համար այդպիսի հարցադրումներ է դնում նախորոք, որ այդպես էլի ժամանակ ձգի հասկանալու համար աշխարհում ինչ է կատարվում ռուս-ուկրաինական ռազմաճակատում, ամենակարևորը Իրանի եւ Մերձավոր Արևելքի շուրջ։ Տիկին Դալաքյան, իսկ ինչպես եք դուք գնահատում Հայաստանի արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։
հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգից։ Տեսեք, Հայաստանի ղեկավարությունը մի այսպիսի քաղաքականություն է որդեգրել, այնպես չի ես դա կիսում եմ, բայց միտքս այդ հարցը այս հատվածով համաձայն եմ, պետք է դուրս գտնվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցից, որովհետև սա տարածքային վեճ չի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Սա ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Հենց սխալը դա էր մադրիդյան սկզբունքների գլխավոր կազուսը, հենց տարածքային ամբողջականություն ընդդեմ ինքնորոշման իրավունքի թեմա չնայած կան հոդվածներ, որ մեկը մյուսին չի հակադրվում, բայց սա չի փակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, այդ ժողովուրդն է այդ հարցի կրողը, իրենց օրինական ներկայացուցիչներն են այդ հարցի կրողը, առաջարկներ են եղել ստեղծել այլ երկրներում ներկայացուցչություններ, բայց ես Արցախի օրինական ներկայացուցիչների կողմից չեմ տեսնում դրա վերաբերյալ որևէ արձագանք։ Տեսնում եմ ցավալիորեն էլի նախկին իշխանությունների եւ Ռուսաստանի այստեղ նարատիվների շրջանակներում տեղավորվելու փորձ։ Այսինքն Հայաստանը ճանաչի, չճանաչի, դա Հայաստանի որոշելիքը չի։ Այսպես օրինական ներկայացուցիչներին պիտի հարց ուղենք եւ Արցախի ժողովրդին։ Դուք քանի որ ձեր խոսքում նաև մատնանշեցիք Դոնալդ Թրամփի նրա անկանխատեսելիությանը, տեսեք, Միացյալ Նահանգների պաշտոնյաներից մեկը օրերս հայտարարել էր, որ Թրամփը սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց մենք հիշում ենք, որ նաև դրանից առաջ էր նրա խորհրդականը զանգ կատարել Բաքու եւ ասել, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հիմա, բայց այդ հիմա շարունակում է ձգձգվել եւ ընդհանրապես հայտարարություններ են հնչում։ Սրանք հաշվի առնելով ինչ զարգացումների սպասել, լարվածության աճի, թե իսկապես ճնշման արդյունքում փաստաթղթի ստորագրումն ամեն դեպքում հնարավոր է նույնիսկ այդ մինչև 2026 թվականը կամ դրանից հետո, որը շատ գործիչներ քիչ հավանական են համարում։ Խնդիրը երկու մասի պետք է բաժանենք։ Այն, որ Միացյալ Նահանգները բոլոր լծակներն ունի Ալիևին ստիպելու գնալ խաղաղության, դա ինձ համար որևէ հարց չի պարունակում։ Բայց այն արդյոք Թրամփը հետևողական կլինի այդ հարցում, ինչպես Ուկրաինայում, տեսանք Ուկրաինայում նա չհասավ հրադադարի մերձավոր արևելքում։ Հիմա շանսը այն է, որ միտեղ նրան պետք է ինչ-որ խաղաղություն, որպեսզի 100 օր անց, ապրիլի 20-ին է դա լինում, իր ընտրողներին ներկայացնի որևէ հաջողություն։ Եվ սրանով է պայմանավորված նաև այդ արտահայտությունը, որ Թրամփը սպասում է, որպեսզի գոնե մի բան ցույց տա, որ մի արդյունքի հասել է։ Դա կախված է Թրամփի քաղաքականությունից։ Գիտեք, այսօր ոչ մեկ չի կարող ասել նա ինչ է մտածում։ Մի օր մի բան է որոշում ԱՄՆ նախագահը, հաջորդ օրը այլ բան է ասում, մի օր բարկանում է Պուտինի վրա, մյուս օրը ասում է մենք շատ լավ ընկերներ ենք, ես չեմ կարող կանխատեսել նա Ալիևի հետ ինչ գործողությունների կգնա, բայց այն, որ կարող է ԱՄՆ-ն բոլոր լծակներն օգտագործել Ալիևին զսպելու եւ խաղաղության մղելու, դա փաստ է։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ Ալիևը ինքը չի որոշում, դրա մասին շատ ենք խոսել, հարձակվի Հայաստանի վրա թե ոչ, պետք է լինեն տարածաշրջանային կարևոր խաղացողների, Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաև համաձայնությունը։ Այս բան ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այդ ներուժը ունի, որպեսզի հիմա իր հայացքը թեքի հարավային Կովկաս։ Իսկ Թրամփի կողմից այդ մաքսատուրքերի սահմանումը որքանով կարող են այսպես խառնել խաղաքարտերը։ Տեսեք, նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն բուրըն դիմադրություն կա Թրամփին։ Հենց Իլոն Մասկը, որը նրա գլխավոր աջակիցներից էր, մեղադրել է Թրամփի առևտրային հարցով խորհրդականի, բայց դա Թրամփին էր ուղղված, որ քանդում եք Ամերիկան, ես ինչ եք անում։ Հենց ինքը Թրամփը $500 միլիոն է կորցրել 2 օրում այդ մաքսատուրքերից։ Խնդիրը տեսեք որն է, նախ նավթի գները անկում են ապրում, այսինքն որ ասում են Ռուսաստանը սանկցիաների չի ենթարկում, դա կապ չունի։ Աշխարհը մի գլոբալ մարկետ է եւ Ռուսաստանը ենթարկում է ազդեցությունների։ Նավթի գնի անկումը առաջին Ռուսաստանի տնտեսության վրա ազդում։ 1. Ռեցեսիան Չինաստանում ինչպես կանրադառնա Ռուսաստանի վրա։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը մեծ կախվածություն ունի տնտեսապես Չինաստանից եւ յուանից, եւ ռուբլին յուանի հանդեպ էլ է սկսում թուլանալ։ Այսինքն ամբողջ աշխարհն է սրանից դուժելու եւ այստեղ zero sum game կա, ասում են ոչ մեկը հաղթող դուրս չի գալու։ Հատկապես Թրամփի հաշվարկային էր, որ ճնշումներ գործադրելով կհասնի հաջողությունների, բայց տեսնում ենք, որ Եվրոպան եւ Չինաստանը, որոնք հանդիսանում են աշխարհի կարևորագույն տնտեսությունները, դիմադրում են, ասում են, թե մենք էլ նույնը հայելային պահանջներ կդնենք։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում գնաճ է, ինֆլյացիա, ռեցեսիայի վտանգ կա, բոլորը համեմատում են մեծ դեպրեսիայի տարիների հետ, Հուվերի, որից հետո սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, այսինքն գլոբալ շուկան եւ դրա ուրեմն ճանապարհների, լոգիստիկ ճանապարհների փակումը եւ շղթաների վերացումը կարող է պատերազմների, նոր պատերազմների տեղիք տալ։ Ես կարծում եմ Թրամփը կգիտակցի, որ դա ներքին առումով իրեն վնաս է, հատկապես այնտեղ ընտրություններ են լինելու արդեն
տարի ու կես հետո բոլորը խոսում են, որ դեմոկրատներն են հաղթելու, եթե այսպես շարունակվի։ Իմ կարծիքով Տրամպը կփորձի այսպես կարեկցիայի ներողություն ենթարկել մաքսատուրքերը, նայած որ երկիր իրեն ինչպես կդրսևորի, ով որ պատրաստ լինի պատերազմների տնտեսական, նրա հետ կփորձի պայմանավորել, որ միանգամից ճնշումների կենթարկվի, կհասնի իր ուզածին։ Տեսեք, Իրանի շուրջ եւս կարծես թե օղակը սեղմվում է եւ Միացյալ Նահանգներն ու Իրանը անցնում են անուղակի բանակցությունների Օմանում, այդ մասին արդեն հայտարարվել եւ հաստատվել է, սա մեզ համար ինչ վտանգներ կարող է ստեղծել, թե ամեն դեպքում դրական ազդակներ կան։ Իմ կարծիքով ունենալ Իրան, որը կոնստրուկտիվ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, մեզ շատ ձեռնտու է, որովհետև այդ Իրանը մեզ չի ներքաշի 3+3 ռուս-թուրքական հարթակի մեջ, այդ Իրանը դեմ չի խոսի Հայաստանի Եվրամիություն հնարավոր անդամագրմանը, դեմ չի խոսի այստեղ եվրոդիտորդների դեմ, արևմտյան հնարավոր ներկայության, ինչը կարևոր է մեզ համար Ռուսաստանից եւ Թուրքիայից եկող հնարավոր սպառնալիքները զսպելու նպատակով։ Եվ ինչն է կարևոր, Իրանում կա ներքին արդեն հակասություններ հոգևոր առաջնորդի եւ քաղաքական իշխանության միջև ռեֆորմիստների եւ պահպանողականների արդեն դա շատ པարզ երևում է եւ նույնիսկ Խոմեյնիին խոստովանել է, որ այո, պետք է գնալ բանակցությունների։ Տեսեք, Իրանը այսօր մերկ է, Իրանը չունի իր պրոքսի գործիքները, Հեզբոլլահը, հուսիտներին, Համասը թուլացել է եւ Իսրայելի ձեռքերը եթե բացվեն, արձակվեն ԱՄՆ կողմից, Իրանում նավթավերամշակման գործարանային հարվածները կարող են առաջացնել ներքին խժդժություններ, այաթոլլան հեղինակություն չունի, Միացյալ Նահանգները իհարկե կներկայացնի Բաղդադի այն փաստերը իրենց դեսպանատան, որ հոգևոր առաջնորդը հանդիսանում է 210 միլիարդ դոլարանոց բուրգի ղեկավար մի երկրում, որտեղ բնակչության կեսը աղքատ է, պատկերացնում եք դա ինչ խժդժություններ կառաջացնի Իրանում, այնտեղ շատ են ադրբեջանցիները, Թուրքիան էլ կխառնվի, այսինքն մեծ ձեռնտու չի Իրանի թուլացումը, դրա համար հուսով եմ Իրանի ղեկավարությունը կլինի կոնստրուկտիվ, բայց իմ կարծիքով Իրանն էլ է ժամանակ ձգելու, հասկանալու համար Տրամպը արդյոք շարունակելու է այստեղ գործություն, թե էլի իր ներքին հարցերով կզբաղվի։ Իմ կարծիքով Իրանը Ռուսաստանի տակտիկան է որդեգրելու անդադ բանակցությունների գնալ եւ որևէ համաձայնության չհամապատասխանել։ Իսկ որքանով եք հավանական համարում, որ Իրանը առաջիկայում կներքաշվի պատերազմի մեջ, որովհետեւ ներսում բանակը համար 1 պատրաստակամությամբ էր բերվել, անգամ տարածաշրջանի հարևան երկրներին էր զգուշացվել, որ եթե Իրանի դեմ ստեղծված որևէ պատերազմի մեջ ներքաշվի, դա կստեղծվի, որ ուղիղ պատերազմ է Իրանի դեմ։ Սա ըստ նաև Ադրբեջանին էր ուղղված այս կոնկրետ հայտարարությունը։ Իրանը մշտապես նման հայտարարություններ արել է, որ մենք պատրաստ ենք, հենց հիմա ոչնչացնելու ենք Իսրայելը, մենք տեսնում ենք, որ իրականում հակառակ process-ներն են տեղի ունենում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Իրանի ղեկավարությունը իհարկե պահպանողական Ռայիսի արեց մի սխալ իրենց հենց անվտանգության համար, երբ որ իրենք արձագանք չտվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը եւ թողեցին, որպեսզի Հայաստանը թուլանա։ Հիմա հերթը իրենցն է, այսինքն իրենք պետք է գիտակցեին, որ տարածաշրջանում Իսրայելը, որ պաշտպանում է Ադրբեջանին, Հայաստանի դեմ չի պաշտպանում։ Այդ քայլերը հետագայում ուղղվելու են Իրանի ուղղությամբ։ Հուսով եմ Իրանում դա հասկացել են։ Այսինքն Հայաստանի թուլացումը ձեռնտու չի եւ ձեռնտու չէր Իրանին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դե իրենք գիտեն, որ Ադրբեջանը Պաղեստինում նույնիսկ հակադրվելով Թուրքիային պաշտպանում է Իսրայելի շահերը։ Բայց այստեղ Ադրբեջանը այնպես չի, որ միանշանակ հաղթող դուրս կգա, որովհետեւ եթե դու դառնում ես պլացդարմ Իրանի դեմ հարձակման համար Ադրբեջանը ինքը մոնոլիտ երկիր չի, այնտեղ էլ կան իրանամետ ուժեր, այնտեղ էլ կան լեզգիներ, թալիշներ, որոնք իրենք էլ կարող են արդեն ներքին ապակայունացնող գործոն լինել։ Այսինքն Ադրբեջանը ինչպես դուրս կգա այդ իրավիճակում, պարզ չի, բայց որ Իրանն էլ է միանշանակ թուլացած դուրս գալու, եթե չգնա համաձայնության, դա էլ է ակնհայտ։ Տիկին Լալաքյան, մայիսին սպասվում է, որ Հայաստանի վարչապետը կայցելի Մոսկվա եւ կմասնակցի հաղթանակի զորահանդեսին, որտեղ ըստ ամենայնի կլինի նաեւ Ալիևը։ Ինչ զարգացումների կարելի է սպասել այդ ընթացքում եւ հնարավոր համարում եք, որ Պուտինի միջնորդությամբ ամեն դեպքում նորից եռակողմ հանդիպում տեղի ունենա։ Հանդիպումը հնարավոր եմ համարում, բայց որևէ լուրջ առաջընթաց չեմ համարում հնարավոր։ Ես կարծում եմ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ մոսկովյան հարթակներում չպետք է գնա որևէ համաձայնության։ Դա ապացուցել է ռուսական կողմը, որ ինքը կոնստրուկտիվ չէ եւ չի կարող միջնորդ լինել։ Դա Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Բայց այն, որ մենք դիվանագիտական մակարդակով չպետք է խաղաթուղթ տանք Ռուսաստանին, որ ասեն տեսնում եք, Հայաստանը չի գալիս, արևմտամետ են։ Հայաստանը պիտի գնա, պիտի մասնակցի, ինչպես Ալիևը խորամանկորեն, բայց միշտ պաշտպանի
իր շահերը եւ չթողնի, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դառնա խաղաթուղթ եւ խաղաքարտ Ռուսաստանի ձեռքում։ Այսինքն դուք կողմնակից չեք նաև այն պնդումներին, որ տարբեր շրջանակներ անում են կապված նոյեմբերի 9-ի փաստաթղթի, այսինքն վերադարձ եռակողմ հարթակ եւ բանակցությունների վերսկսում նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Ես դա լուրջ չեմ համարում, որովհետև տեսեք մի քանի հարցից հետո ամեն ինչ բարձ է դառնում, նախ իրենք երկու կողմներ խախտել են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ Ռուսաստանը ինքը ասել է, որ նոյեմբերին այլևս չի գործում այնպես ինչպես կնքվել է, այսինքն կամ նոր փաստաթուղթ պիտի կնքվի միայն 9-րդ կետի մասին, կամ էլ այդ փաստաթուղթը ուղղակի չկա։ Երկրորդ ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել մեր անվտանգությունը, նույնիսկ եթե ցանկանա, ես միշտ կասկած եմ արտահայտել, որովհետև մենք տեսնում ենք, որ այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը աննախադեպ կարևոր նշանակություն է ձեռքվել Ռուսաստանի համար Եվրոպա գազի տարանցման նպատակով եւ երկրորդային շուկա լինելով։ Մենք տեսնում ենք, որ Էրդողանին Պուտինը երբեք չի պատասխանում ոչ Սիրիայի դեպքերից հետո, ոչ Հարավային Կովկաս իրենց մուտքից հետո, տեսնում ենք, որ Ալիևին չի պատասխանում նույնիսկ անձնական վիրավորանքներից հետո, այսինքն դա գոնե կասկած է ներշնչում, որ Ռուսաստանը Հայաստանի շահերը պաշտպանելու նպատակով կգնա որևէ քայլի Ադրբեջանի դեմ։ Այլ հարց է, որ տեսնելով, որ Ադրբեջանը կարող է շեղվել ռուսական օրակարգից կխաղարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ես դրանով վստահ եմ։ Այ հենց դա են ասում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձը Արցախ հենց այդ բանալին թաքնված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Եթե ցանկանում ենք վերադարձ, ուրեմն պիտի գնանք բանակցենք այդ փաստաթղթով։ Նախ Լեռնային Ղարաբաղի բնակիչները թող պատասխանեն, արդյոք վստահում են Ռուսաստանի նորից իրենց կյանքը, ընդամենը մի քանի տարի առաջ տեսնելուց հետո իրավիճակը։ Երկրորդ, երբ որ մենք տեսնում ենք Ռուսաստանը ինչպես է առաջինը բղավում, որ Մինսկի խումբը այլևս չկա եւ Ադրբեջանի մասը Լեռնային Ղարաբաղը որևէ երկիր այդպիսի հայտարարություն չի արել Մինսկի խմբի, սա կասկած է հարուցում, թե ինչպես են պահպանելու անվտանգություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների Ադրբեջանում։ Եվ ամենակարևորը, գիտեք, հենց այդ ուժերը, որոնք ասում են, որ Հայաստանը պիտի վերադառնա նոյեմբերի 9-ի ուրեմն համաձայնագրին միջանցք տա իբրև թե որպեսի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանվեն, դա ընդհանրապես սուտ է, որովհետեւ նորից եմ կրկնում, Ռուսաստանը մեկ նպատակով էր հայտնվել Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, որպեսզի ասի, որ Ադրբեջանը ունի բազա։ Ադրբեջանը նրանք չեն ուզում, որպեսզի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի զսպեն Ադրբեջանին, պետք է Ադրբեջանի տարածքում, այսինքն Լեռնային Ղարաբաղում, որը ասում են Ադրբեջանի տարածք է, ունենան ներկայություն։ Սա շատ վտանգավոր կլինի, որովհետև Հայաստանին նորից կփորձեն ներքաշել կոնֆլիկտի մեջ, քանի որ Հայաստանում ապրում են բազմաթիվ արցախահայեր եւ պարզ է, որ նրանց ցավը օգտագործելով Ռուսաստանը նորից Հայաստանին կներքաշի կոնֆլիկտի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր։